Գնում ենք բաղնիկ, լվացարան, որ այս բաժակները լվանը, այդքան ժամանակ, որ ստեղ ապրել եմ, հենց այստեղ էլ ամաները լվացել ենք, լողացել ենք, ջուրը տաքացնով է, հենց ուշ բան չկա։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի վաղուց որպես հանրակացարան ծառայող հատվածում են ապրում Դիանա եւ Դավիթ Ալեքսանյանները։ Կյանքի բարդ ճանապարհին կորցնելով մորը կապանցի քույր ու եղբայր հայտնվել էին խնամքի կենտրոնում, ապա հանրակացարանում։ Մանկության խամրած գույների ու դժվարությունների մասին խոսել չեն ուզում, բայց երազանքները չեն թաքցնում, դրանցից ամենանվիրականը սեփական տանիք ունենալն էր։ Որ մայրիկս մահացել է, դառնում էի 13 տարեկան արդեն, մի ամիս էր մնում, որ դառնա ինքը մահացել է, մայիսին, դրանից հետո 14 տարեկանում ես ու եղբայրս մենակ ենք եղել, դենց աշխատել եմ, դենց իմ գլխի ջարել էի, ոնց տեսնում էի, այդպես էի, իմ խելքով, ճիշտ է, մի քիչ լավ չէինք ապրում, բայց դե ստեղծվեց այդ հնարավորությունը, որ այս մի փոքրիկ երկու սենյակն էլ մեզ բավարարեց, որ ապրեինք, օգնող ձեռք չունես, մենակ ես, որ իմանում եմ տանը մարդ չկա, գալիս եմ էլի դժվար է լինում, բայց դե էլի փորձում եմ, որ ինձ ցրեմ իձե, որ այդ ամեն ինչը չզգամ։ Հանրակացարանում արդեն 5 տարի դեմ դիմաց էին ապրում քույր ու եղբայր։ Հարևանների մշտապես լսվող ձայներին հարմարվել էին, չնայած որ աշխատանքի բերումով ավելի քիչ էին տանը լինում։ Դավիթը տեսախցիկի առաջ խոսել չուզեց, միայն համաձայնեց սենյակը ցույց տալ, որն ի տարբերություն քրոջ կացարանի շատ ավելի վատ վիճակում էր։ Ես տանը փոքրն եմ, դա կապ չունի, բայց ես իրան հանդեպ պատասխանատվություն եմ զգում, որ իրան էլի մի փոքրիկ ձևով պահեմ, եթե կարելի ասած այդպես, բայց ինձ թվում է պետք է ինքը ինձ պահեր, բայց դե ըստ այնց հաստատում որ ես եմ իրան նայում, եթե ժամանակս հերիքում էլի, կուզեմ այս նոր տարին էլ լավ ավարտվի, այս տարին ինձ համար շատ բարեհաջող տարի ա եղել, կուզեմ հենց այդքան տարիներն էլ, ինչքան որ լինեմ լավ բաների հասնեմ այդ տարիների ընթացքում ստացվի։ Այստեղ հարազատներ չունեն, երազում էին առանձին խոհանոց ու սանհանգույց ունենալու մասին։ Սենյակներում ինչ գույք էլ որ ունեին, սեփական ուժերով էին ձեռք բերել։ Եթե այրիկիս հետ այստեղ էլի ապրեինք, մայրիկս էլի հիվանդ լիներ, ես կաշխատեի իրան պահեի։ Հիմա բայց որ տեսնում եմ ուրիշների իրանց մայրիկների հետ ոնց է խոսում, ես իրանց խորհուրդ եմ տալիս, որ տենց չպետք է խոսած, չեմ ուզի ոչ մեկ այդ զգացողությունը զգա, բայց դե ամեն դեպքում դժվար է։ Բացեք ձեր երազանքի դուռը։ Այս մեկը։ Շփոթված եւ հուզված դուռն են բացում Դիանան ու Դավիթը վերջ դնելով հանրակացարանային կյանքին։ Դե նայեք, ձեր նոր բնակարանը, նայեք։ Շինարարներ թաղամասը նոր բնակիչներ ունի։ Ամեն ինչով կահավորված 41 քառակուսի մետր մակերեսով տունն ամանորին ընդառաջ նրանց տրամադրության տակ է։ Հաստատ երազանքները կատարվում են։ Բոլորին էլ կկատարվի։ Նախաձեռնությունը, ինչպես գիտեք, սկսեց մեր ամենամյա փառատոնից։ Եվ ահա այսօր, ինչպես նաև մեր գործընկերների մասնակցությամբ, արդեն այսօր դա իրականություն է։ Շնորհավորում եմ երեխաներին։ Այո, եւ ցանկանում եմ, որ 2026 թվականը լինի շատ երազանքների իրականացման տարի բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքը ունեն։ Գաղափարի ծնվելուց մինչև իրականացում տևեց 1.5 ամիս։ Կորկոտի փառատոնից ստացված հասույթով եւ ոչ միայն գնվեց բնակարանը, կյանքի կոչելով նրանց ամենօրյա, երբեմն էլ անիրականանալի թվացող երազանքը։
Բնակարանի գնման process-ում իհարկե առաջացան թեթև դժվարություններ, որոնք հաղթահարեցինք։ Բնակարանը գնվել է 17 միլիոն 550 հազար դրամով, որից 3.5 միլիոնը ձևավորվել էր Կորկոտի փառատոնի ընթացքում, իսկ մնացած մասը նվիրաբերությունների տեսքով ենք ստացել, որից 4.5 միլիոն դրամը նվիրաբերել է Կապանի լեռնահարստացման կոմբինատը, 3.5 միլիոնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամը, 3 միլիոն դրամը Աժդանակ ՍՊ-ն, 1.5 միլիոն դրամը Աննար ՍՊ-ն եւ 1.5 միլիոն դրամը Էկա Construction ՍՊ։ Արագ տնավորվում, սենյակներին են ծանոթանում, որ վարկյան առաջ այստեղ տեղափոխվեն ու կյանքը սկսեն նոր էջից։ Հանրակացարանի գույքը, որը ես ուզում էի, որ գա ես տուն ու տեսնեի, եթե չկա դրանք բերեի այստեղ, բայց եկա տեսա ամեն ինչ կա, այդ գույքը կվաճառեմ, տան համար մի նոր բան կվերցնեմ։ Ներկաների խոսքով նախաձեռնությունը շարունակական կլինի, նպատակը մեկն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երիտասարդներին աջակցել եւ նրանց համար նոր հնարավորությունների դռներ բացել։ Ներկա պահին Կապան համայնքում այս կարգավիճակով երեխաներ, որ երկկողմանի ծնողազուրկ են եւ նաեւ բնակության վայր չունեն արդեն տարիներ շարունակ եւ չունեն ինչ որ մոտիկ հարազատներ, ում մոտ կարող են ապրել, ում հույսին կարող են գնալ, հենց իրանքին այլ նման կարգավիճակի երեխաներ մենք չունեինք մեր տեսադաշտում, այդ պատճառով որոշեցինք, որ ամենակարիքավորը այս պահին այս երեխաներն են։ Հետագա փորձությունների դեմ Դավիթն ու Դիանան կպայքարեն արդեն սեփական տանը շատ խնդիրներ թողնելով հանրակացարանի պատերի ներսում։ Ինչպես տեսնում եք, ամանորյա հրաշքներ լինում են։ Աղջիկը մեկ երազանքել ունի, վարորդական իրավունք է ուզում ձեռք բերել։ Դե ինչ, երազենք եւ հավատանք դրանց իրականացմանը։ Նարեկ Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։